Նորից շատ կարևոր հարցադրում է թափոնների եւ հատկապես վտանգավոր թափոններին է հարցադրումը վերաբերում այս ոլորտը ցավոք սրտի ներկայումս էլ գտնվում է բավականին անկառավարելի վիճակում եւ այդ անկառավարելիությունը չի գալիս միայն ոչ բավարար տեխնիկական հնարավորություններից նաեւ հանրային իրազեկումից Նաև կրթական մակարդակից մարդկանց, որովհետև հաճախ չեն պատկերացնում, թե վտանգավոր թափոնի հետևանքը ինչ կարող է լինել, թե շրջակա միջավայրի եւ թե մարդկանց կյանքի եւ առողջության վրա։ Եվ դրանով պայմանավորված դեռ տարիներ առաջ շատ ավելի կոշտ էր կարգավորումը։ Ես ինչպես նշեցի, Ելքխմբակցության առաջարկի հիման վրա մենք փոփոխություն արեցինք, որովհետև այն ժամանակ լիցենզավորումը ենթադրում էր 4-5 գործողությունների միաժամանակյա թույլտվություն եւ պահանջները բավական խիստ էին։ Դրանք առանձնացրեցինք, որպեսզի լինեն նախ մեղմ պահանջներ, բայց նվազագույն ստանդարտներին համապատասխանող եւ արդյունավետ իրականացվող։ Հիմա բերվել է մի նախագիծ, որտեղ այդ պահանջները դյուրին դարձնելու եւ նպաստելու որպեսզի վտանգավոր թափոնների առաջացումից, կուտակումից, տեղափոխումից, տեղադրումից, մշակումից, օգտահանումից եւ թաղումից զատ բերվում է մի փոփոխություն, որտեղ ասում է, որ սրանցից ոչ մեկը դու կարող ես չանել մի ամիս պահել քո մոտ։ Լավ, եթե մի ամիս պետք է պահի իր մոտ, նշանակում է նվազագույն ստանդարտներ պետք է սահմանեք, որ դրա վնասակար հետևանքները նվազագույնի հասցվեն։ Դուք ասում եք, այո, կանենք դա, բայց ձեր նախագծում գրված է, որ ընդունելու եք այդ ակտերը 1 տարվա ընթացքում, բա մինչև այդ 1 տարին։ Այսինքն բերեք հիմա մշակեք, դրեք, նոր գնացեք այս փոփոխությանը։ Պարոն Մկրտչյան, հակառակ դեպքում ստացվում է, դուք հանրության առողջությանը ենթարկում եք ռիսկի եւ ես չեմ վարանում հիմա ասեմ պոպուլիստական նպատակով, հա, տնտեսվարող սուբյեկտների անունն եք ստե շահարկում, բայց ավելի լավ է օգնեք այդ տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի իրենց մոտ անվտանգության այդ համակարգերը ստեղծեն։ Ոչ թե հայտարարում ենք, ասում ենք, որպեսզի չտուգանենք, դրա համար հանում ենք այդ պահանջը։ Դրա այտենց ցանկացած բան կարակ ասեք։ Օգնեք, որպեսզի այդ կազմակերպությունները կարողանան հեշտությամբ պահել, անվտանգ միջավայրում պահել դրանք։ Ի վերջո խոսքը գնում է վտանգավոր թափոնների մասին։ Վտանգավոր թափոնները դրանք ոչ միայն առօրյա կյանքում մարդկանց գրեթե ամեն օր յուրաքանչյուրին հանդիպող այդ բացական, հնարավոր բացական հետևանքներն են, այլ նաև երկարաժամկետ առումով են կազդում։ Եվ սա օդից վերցված մոտեցում չի, սա միջազգային համաշխարհային փորձառության վրա հիմնված մոտեցումներ են սրանք։ Եվ անկեղծ շրջակա միջավայրի նախարարությունը, երբ որ ներկայացնում է, առաջին իր խնդիրը պետք է լինի ապահովել, որպեսզի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցվի։ Եվ եթե հնարավոր է տնտեսվարող սուբյեկտի իրավունքներն էլ իրացնել այս առումով, բերել բալանսավորման դաշտ, ոչ թե շարժվել միայն այն նպատակով կամ այն խնդրով։ Ես կարծում եմ, որ այս մոտեցումը, պարոն Մկրտչյան, պետք է որդեգրեք դուք ցանկացած նախաձեռնություն այստեղ բերելուց առաջ։ 1 տարվա ընթացքում, եթե դուք պիտի նոր ակտեր ընդունեք, ավարտում եմ, նշանակում է 1 տարվա ընթացքում սա բացասական հետևանքները կրելու են մեր քաղաքացիները, մեր հանրությունը։